Լեփլեցուն դահլիճ, նոր խոստումներ ու ծափահարություններ անցնող մեկ շաբաթում երկրորդ քաղաքական շարժումը հայտարարեց մեծ քաղաքականություն մտնելու մասին։ Մեր ձևով շարժումը 2026 թվականի սկզբում կհայտարարի քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, ապա կհրապարակի վարչապետի թեկնածուի անունը։ Շարժման համակարգող նախագահ Նարեկ Կարապետյանը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին ժողովի բացման խոսքում միանգամից անդրադարձավ իրենց թիմի խոստումներին, կարևորելով Հայաստանի տնտեսական վիճակը։ Մեզ պետք է լավ տնտեսություն, որ կարողանանք լավ սարքավորումներով զինենք մեր բանակը։ Մենք ոչ մի նկրտում չունենք, որևէ ինչ-որ խնդրով, ինչ-որ երկրի հետ հակամարտություն սկսելու։ Մենք ուղղակի խաղաղություն ենք ուզում, Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղասեր երկիրն է եւ իր խաղաղությունը պետք է լինի ապահովված։ Ըստ Կարապետյանի արդեն 5000 մարդ կամավորագրվել է օգնելու մեր ձևով շարժմանը ուժեղ տնտեսություն, ուժեղ բանակ, ուժեղ Հայաստան ունենալու ստեղծելու գործում։ Հակադարձում է իշխանությանը, որը պնդում է, թե ընդդիմությունը պատերազմ է բերելու, խաղաղությանն այլ ընտրանք չկա, ասում է Նարեկ Կարապետյանը, բայց այն պիտի երաշխիքներ ունենա։ Նա բացառեց Միութենական պետության անդամ դառնալն ու առաջիկա ընտրությունում քաղաքացիական պայմանագրի հետ գործակցելը։ Մենք մի կոնսենսուս ունենք բոլոր ընդդիմադիրների հետ, իշխող ուժի հետ որևէ համագործակցություն պետք է չլինի։ Շարժումը պատրաստ է գործակցել ընդդիմադիրների հետ, անել ամեն բան, որ ԿՊ-ն այլևս իշխանության չլինի։ Թեպետ ունեն վերապահումներ, բայց հանուն Հայաստանի պատրաստ են ընդառաջել, ասում է Կարապետյանը։ Յուրաքանչյուր ընդդիմության համար հիմնական հարցը, արմատական հարց է, որպեսզի ընդդիմադիր բոլոր գործիչները ոչ մի ձև չհամագործակցեն իշխանության հետ։ Եթե մեր որևէ քայլ կարող է աջակցել նրան, որ ընդդիմությունը տարանջատվի եւ իշխանությունը կարողանա պահել այն, իշխանությունը կարողանա, իշխող ուժը կարողանա իշխանություն պահել, իհարկե մենք դրան դեմ կլինենք։ Մենք տեսնում ենք, որ այդ կոնսենսուսը պահելու ենք, անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Անդրադառնալով վարչապետի թեկնածուին Նարեկ Կարապետյանը խոստացավ իրենց թեկնածուն լինելու է հանրության կողմից սիրված ու ընդունված մինչ այդ եկող շաբաթ հանրահավաք ու քայլերթ տեղի կունենա հաջակցություն Սամվել Կարապետյանի եւ մնացած քաղբանտարկյալների։ Սամվել Կարապետյանն էլ իր ուղերձն էր հղել ԱԱԾ մեկուսարանից, նա վստահ է այս շարժումն ունի ներուժ համազգային դառնալու համար, նրա ուղերձը փոխանցել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ձեզ հետ մեկ գլխավոր նպատակ ենք ունեցել։ Թույլ չտալ, որպեսզի մեր ժողովուրդը կորցնի հույսը ապագայի նկատմամբ, որ լավ ապրուստ փնտրելով չլքի մեր հայրենիքը, թողնելով այն թշնամու ու դրա սպասավորների քմահաճույքին։ Եվ մենք կարողացել ենք հասնել այդ նպատակին, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ Մեր ձևով շարժմանը միացել է նաև հայտնի տնտեսագետ, տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Տարոն Աճեմօղլուն, սահմանադրագետներ, տնտեսագետներ, թիմը երիտասարդ է, բայց նպատակասլաց, վստահեցրել է Կարապետյանը։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։